Պարոն Նազարյանն էր հարցին Գարանի խնդրեմ։ Հակե մի ճշտող հարց տամ, հիմա օրենքի այս փոփոխությունների ընդունումից հետո հետադարձ ուժ ունի, թե չունի, հայտնի դեպք կա, որ մի հայցի պատճառով մի մեծ շինարարություն այդ հատվածում կանգնած է, հիմա եթե այս խնդիրը, այս օրենքը լուծենք, այդ հարցը հնարավոր կլինի արագ լուծենք, թե չէ։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք տալիս։ Մենք շատ ենք քննարկել ինչ անել գործող իրավիճակների պարագայում եւ եկել ենք որոշման, որ բոլոր process-ները դատական, որոնք կան, կարող են կասեցվել, պարտականություն սահմանելով ձեռք բերողի համար, որպեսզի շարունակի բանակցությունները եւ նորից շուկայական արժեքի գնահատումներ տեղի ունենան նոր չափանիշներով եւ մեր տրամաբանությամբ դրանք ավելի բարձր պետքա լինեն, այսինքն փոխհատուցման նոր ռեժիմն էլ պետք է գործի, ոչ թե +15%, այլ +30%, որպեսզի քաղաքացիները ավելի հակված լինեն հաշտվել եւ նաեւ օրենքի նախագծում մի կարևոր չափանիշ ենք սահմանել, որ նախորդ գնահատումից պակաս չի կարող լինել նոր գնահատումը, այսինքն եթե այնպիսի մի իրավիճակ ստացվի, որ նոր գնահատումը իր արժեքով լինի նվազք, քան նախորդը, գործելու է նախորդ գնահատման արժեքը, բայց ես պրակտիկայում իրականում բացառում եմ նման հնարավորություն, ամեն դեպքում այս չափանիշները, որոնք որ մշակվում են, պետքա բերեն շուկայական արժեքի շատ ճիշտ գնահատման, իսկ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում շուկայական արժեքները դրական բարձրացման աճի միտումով փոփոխության են ենթարկվել, պետք է որ ավելի բարձր լինեն։ Արձագանքներ, պարոն Նազարյան։ Արձագանք, ես ուղղակի կառաջարկեի, որ այդ վեճերը հիմնականում խուսափենք վեճերից, ես նկատի ունեմ բնակիչներին եւ ոչ թե բիզնեսին, շատ հաճախ բողոքի էությունը ոչ թե կայանում է փոխհատուցման չափի մեջ, լինում են դեպքեր, երբ մարդը ասում է ես այստեղ ապրել եմ, իմ հայրը այստեղ ապրել է, իմ պապը այստեղ ապրել է, ինձ հատկացրեք տարածք, որ ես այս տարածքին մոտ կարողանամ շարունակել իմ բնակությունը։ Այ եթե հնարավոր լինի այս չափորոշիչն էլ սահմանել եւ այդտեղ մտցնել, ինձ թվում է եւ պետությունը կշահի, որովհետեւ խնդիրը արագ կկարգավորվի եւ այդ տվյալ մարդը բավարարված կլինի, եթե տենց այդպիսի տարբերակ ունենանք այդ խնդիրներ լուծելու, շատ արագ կլինի եւ մի հատ է ճշտող հարց, ենթադրենք այս ամեն ինչ արվում է եւ այդ մարդը ասում է ես էլի համաձայն չեմ։ Այս դեպքում ինչ ենք անելու, էլի ես այդ եմ ուզում հասկանալ։ Դատարանը ինչի եմ այս հարցը տալի, որովհետեւ այդ հայտնի դեպքով դատարանը մի նիստ անում է, չգիտեմ, մի օր, հետո անում է մի 5 ամիս հետո 10 ամիս, այսինքն պետությունը եւ մարդը Պարոն Նազարյան, հաջորդ թիվ քննարկվել եք նախագծերի մեջ կտեսնեք, որ մենք ժամկետներ ենք նախատեսում նաեւ դատարական գործերի քննության համար, այսօր փոխկապակցված կլուծվի։ Պարոն Վարդանյանը հարցին ըստ էության պատասխանեց ձգձգումների մասով, դատավարական հստակ ժամկետներ ենք նախատեսում մեկ այլ նախագծով, այս նախագծով նախատեսել ենք ժամկետ, բայց դա ուղղակի կհանենք, առաջինից երկրորդ ընթեր հանել ենք արդեն, իսկ ինչ վերաբերում է ձեր առաջին դիտարկմանը, դա քննարկվել է, բայց հետո հասկացել ենք, նաև ուսումնասիրելով միջազգային փորձը, որ դա օրենքի մակարդակում լուծման հարց չէ, այլ ուղղակի բանակցային process-ում քննարկման հարց է, ձեռք բերողի եւ մասնավոր ֆիզիկական անձանց։ Այսինքն իրենք պետք է ամեն ինչ անեն, որ բանակցեն այն ուղղությամբ, որ քաղաքացին հոժարակամ իր սեփականության իրավունքը փոխանցի եւ դա բերել օրենքի կարգավորման առարկա դարձնել մի քիչ չէր բխում այս կարգավորումների էությունից եւ ընդհանուր տրամաբանությունից, դրա համար ձեռնպահ ենք մնացել։